Բայց այստեղ եթե հետ գանք այդ բանին իմանել կուզեի ավելացնել, ուղղակի այսօր մինչև ստուդիա գալը աչքովս ընկավ մի անձնավորություն կա, որը վերջին 7 տարիների ընթացքում փորձում է անընդհատ մեզ ինչ-որ բան սովորեցնել ու հանկարծ պարզել է, որ ինքը ոչինչ չգիտի 7 տարի շարունակ, ինքը շարունակում է սովորել ու ապարդյուն պարզվում է, բայց այդքան ոչինչ չիմանալով եւ դրա գիտակցմանը գալով վերջապես հանդերձ ինքը շարունակում է անել ամենասև գործը, որ հնարավոր է։ Ինքը շարունակում է մարդկանց իրարից բաժանել։ Եվ հանկարծ պարզվում է, որ չգիտեմ, Մեղրու տարածաշրջանի գյուղացին ջուր չունի Երևանցու մեղքով։ Տեսեք, ինչ աստիճանի է հասնում ավտոմատիզացիա։ Մենք ասում ենք Արցախցու եւ Հայաստանցու, այսպիսի բան ենք ասում, այստեղ արդեն լրիվ ուրիշ մակարդակի վրա է պարակտումը գնում։ Լրիվ մի հատ, այսինքն այստեղ լրիվ Հա, ես արդեն չպիտի ունենամ ընդհանրապես ընկերներ, դուք չպիտի ունենաք ընդհանրապես հարազատներ, ոչ ոք, որովհետև միայն այդ մթնոլորտն է իրանց սնում, միայն այդտեղ իրանք կարող են շարունակել գոյություն ունենալ։ Այն պահին, երբ մարդկանց հանկարծ միավորի իրար դիմացինի ցավը զգալու այդ մարդկային, ամենամարդկային կարողությունը, այդտեղ իրենք են կախարդական հեքիաթների բանի պես, որ ցնդում է գնում է, ինքը իրենց կախարդական ուժը կվերջանա այդտեղ։ Ինչի վրա մենք զարմանում ենք, թե ինչից է որ մնում է, այսքան մնում է։ Այ հենց այդ պարակտման, այդ թույնի, այդ բանի բացառման ու բացասման ու իրար բացասական հրման ուժն է իրենց պահում, այդ է իրենց